Բարև ձեզ, անդրադառնալու եմ մի վիդեոյի, որը որ նյութն ա լինելու այսօրվա իմ, ու ինչի դառավ այսօրվա նյութը իմ, ոչ թե որ ես ցանկություն ունեմ անդրադառնամ երիտասարդին, այլ իմ որոշակի ընկերները ուզում են իմանալ իմ կարծիքը տվյալ մարդու մասին, միացնեմ, լսենք, հետո կոմենտարիաներում քննարկենք։ Ես ինչ վերաբերում է կոմենտարիաներին, որոնք որ ինձ գրում են հակաիգենիկ, ծխում ես կամ չգիտեմ ինչ ես անում, խմում ես, գիտես ինչ, միջև ինձ անդրադառնալը Բոզ աղջկատ նայի, պուտանկ աղջկատ նայի, տղուտ նայի փենթի, ու ամենավերջում, կյանքիդ մեջ մի անգամ գոնե չի բուրաշկետ թրաշի, որ մարդդ գոզահոտից ազատվելով, գոնե մի անգամ քեզ դոմփի։ Էս մազիս յուղը 5 ամիս պետք է աշխատես, որ մի կաթիլը կարենաս առնես։ Ես բազմիցս ասել եմ, ինձ կոմենտ գրելուց սիրալիր եղեք, որովհետև ես կարծիքս եմ հայտնում։ Համամիտ չես իմ կարծիքին, բարի եղի, նորմալ, կուլտուրական դիսկուսիայի դուս արի, թե չէ, եթե դու փորձես ինձ վիրավորես, ես չեմ իջնելու քո մակարդակին, որ ես քեզ վիրավորեմ, ես դրա ժամանակն էլ չունեմ, որ իմ դրական ուրախ օրը ուղղակի փչացնեմ քո վրա, այսքանը, հիմա անդրադառնանք վիդեոյի, լսենք երիտասարդին, բայց նաև խնդրում եմ, ովքեր որ այս վիդեոները, այս երիտասարդի վիդեոները ուղարկել են, ինձ խնդրում եմ ճշտեք իր տարիքը, զուտ ոչ թե որ իր տարիքը ճշտելու համար ինչ որ ինձ եւս մեկ անգամ նյութ տակ, էլ չեմ անդրադառնալու, որովհետեւ զգում եմ, որ երիտասարդ տղա է, ուսում է դառնա ընդամենը հայտնի, այլ ձեր ներսի համար, հասկացանք, գնացինք։ Բայց ինչ նախանգարում, որ Հիսուս Քրիստոսի արձանը կառուցվի Հայաստանի Հանրապետությունում, ամբողջ աշխարհը գիտի, որ Հայաստանում լինելու առաջին ամենամեծ Հիսուս Քրիստոսի արձանը ամբողջ աշխարհում։ Չգիտեմ, ես կողմ եմ եւ աջակցում եմ, դուք ընկերներ ջան, աջակցում եք Գագիկ Ծառուկյանին եւ իր կողքն եք, կխնդրեմ, որ ձեր կարծիքը եւս գրեք։ Քանի տարեկան է այս տղեն, տեսակ չէ, քանի օք են իրան լայքել, բավականին շատ կոմենտարիաներ էլ ունի։ Ուրեմն նախորդ էս եթերը ուղարկել էին, որ ինքը ինչ-որ կոչ է անում, որ Հայաստանում տների բարձերը շատ թանկացել են, բայց ինքը չի ասում մենք, ինքը ասում է ես ունեմ 2 տուն, ու ես այդ տները շատ էժան տվել եմ վարձի, որպեսզի մեր հայ ժողովուրդը ապրեն։ Ճշտեք տարիքը երիտասարդի։ Ըստ դրանով դուք կհասկանաք, այդ տարիքում վաստակում են տուն, թե ընդամենը ժառանգությունը պապուց կամ իր ծնողներից։ Էս մեկ։ Երկրորդ հարցը Իրան չեմ տալի, ինքը դեռ ինձ համար, ոնց ասեմ, զգում եմ, որ բավականին երիտասարդ է, խոսում է Հիսուսից, Հիսուսի արձանից, փոխանցեք այդ երեխուն, ասեք, եթե շատ կոպիտ ձևով պիտի ասեմ, էլի, ասենք, եթե քո ծնողը, որովհետև Հիսուսը հայր է, Հիսուսը Աստված է, կենթանի Աստված է, Օրինակ իրան բերեք, եթե քո ծնողը լինի կենթանի
ու քո ծնողի արձանը կանգնացնեն։ Երիտասարդ ջան, դու ո՞նց կվերաբերվես։ Այդ արձանը չէ, այդ քարը, որ կկանգնացնեն, դու կաջակցես այդ քարը կանգնացնող մարդկանց։ Մյուսը, ես քեզ ֆակտ օրինակ եմ բերում, որ Ծառուկյանը բացեց Orange Mall-ը։ Երևի տեղյակ չես։ Գովազդվում էր, որ տեղերը տրվում են անվճար։ Այստեղ քո բախտը չբերեց։ Orange Mall-ում ես ինքս ունեցել եմ ոսկու սեղան։ Ինքս։ Ոչ մի բան անվճար չի եղել, բացի մի բանից։ Գիտես դա որն էր։ Հարկը, կասվի ապարատ չկար ընդեղ, մնացած։ Մի բան քեզ կասեմ, մնացածը, եթե դու այդքան հայրենասեր ես, հետաքրքրվի ինքդ։ Բունկերը, որտեղ որ պահվում էր ոսկիները, այնքան նեղ էր սարքված, որ մարդիկ, երբ որ ոսկին տեղադրում են տուփերի մեջ, որ տանեն դնեն բունկերը, ընդամենը այդ բունկերն ուներ մի տուփի տեղ, մեծ սենց տուփի տեղ, իսկ այդ բունկերը գիտես ինչ արժեր, 15,000 դրամ, այդտեղ կարող էիր դնել մի 50 կտոր ոսկի, երկրորդը պիտի դու նորից բունկեր վարձեիր, որ երկրորդն էլ տեղադրեիր, որտեղ այդ բունկերի մեջ տեղ չկար։ Դա ես ասում եմ, ես եմ արել ինքս։ Հասկացար ազիզ ջան։ Հիմա թե Գագիկ Ծառուկյանը ինչքանով հպարտ կլինի, որ դու պիտի իր կողքին լինես ու աջակցես, դա արդեն քո խնդիրն է։ Մյուսը վիդեոն, որ ես տեսել եմ, որտեղ որ ինչ-որ մեկին ասում էր, ես հեսա գնում եմ Հայաստան, արի իրար հանդիպենք, տեսնենք ով ինչ ոնց է։ Ապեր ջան, դու հիմա Հայաստանում ես, ոնց հասկացա։ Վիդեոների, որոնք որ ինձ ուղարկել են, տվյալներով պետքա որ լինես Հայաստանում։ Հիմա հարց, հայրենասեր երիտասարդ, դու հայոց բանակում ծառայել ես։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես։ Երկու տարբերակում էլ քո այս ակտիվ գործունեությունը, երբ որ ես տեսնում եմ սայթում, ապեր ջան, լինես դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի, թե ոչ, քո այս եռանդուն հավեսով խոսում ես, էլի ինձ թվում է սրանից նրանից, որովհետև ինչքան նայել եմ, դու ուրիշի խոսքեր վերցնում ես, դնում ես քո դեմը, ասում ես, սա էս ասում ու քննարկում ես, ինձ համար դա առողջ չի։ Բայց երկու տարբերակում էլ, եթե դու այդքան հայրենասեր ես, եւ եթե դու հիմա Հայաստանում ես, գնա վայնկոմատ, ասա ես ուզում եմ որպես հայ զավակ կատարեմ իմ հայոց պարտքը։ Կամավոր գնա քո հայոց պարտքը որպես տղամարդ կատարի։ Չեմ կարծում, որ սխալ բան եմ ասում, որտեվ ասում եմ, մի քանի վիդեոներ ուղարկել են, տեսնեմ, որ սենց շատ հայրենասեր ես դուրս եկել, շատ։ Ու քեզ բազմաթիվ մարդիկ են լայքում ու կոմենտարիաներ գրում։ Ինչ ասեմ։
Ամենավերջում որոշ բլոգերներին եմ ասում, այնպես չի, որ ես չեմ նկատում, որ մարդկանց մտքեր եք գողանում, փոխում, իբրև դա ձերն է։ Մի արեք, գիտեք ինչի, որովհետև այդ մտքերի վերջը մենակ այդ միտքը արտահայտողը գիտի։ Ուղղակի ձեր որոշների բախտը բերել է նրանում, որ ձեզ լայքողները, ձեզ կոմենտարիա գրողները հեռուն չեն մտածում, ձեզ հարցեր չեն տալիս, դուք ամեն ինչը քննարկում եք տեղում, բայց քննարկման վերջը գիտեք, երբ որ մեկին ուզում են ոչնչացնել, իրան անձամբ միանգամից չեն ոչնչացնում, սկսում են իրա կողքի մարդկանց մոտ վարքաբեկեն, ատելություն գցեն, որ այդ տվյալ անձնավորությունը լինի հեշտ որս։ Կենթանիների աշխարհում էլ է այտենց, գիտեք, չէ՞։ Կենթանիները, գիշատիչները, երբ որ որսին ընտրում են, առաջին առանձնացնում են դրան, կամ ընտրում են հիվանդին։ Եթե նկատել եք, եթե տենց է, դա կյանքի ձևն է։ Կամ առանձնացնում են, կամ հիվանդին են ընտրում, կամ էլ վարքաբեկում են, որպեսզի այդ ամբողջի մեջից ինքը առանձնանա, որ ինքը լինի հեշտ որս։ Մեր հայ ժողովրդին հիմա նույն բանն են անում։ Ատելություն են գցում իրար մեջ, հիվանդացնում են, փոքրացնում են, որ լինի հեշտ որս, որ լինի անպաշտպան։ Իսկ արդյոք մեր հայ ժողովրդին հիմա դա պետք է։ Մեր հայ ժողովրդին հիմա սա է պետք։ Համախմբություն է պետք։ Դու այսօր եթե քո կյանքը տալիս ես քո առաջնորդի համար, եկուց որ դու մեռար։ Ինչ անելու քո առաջնորդը քո մահվան համար։ Իսկի քեզ չի էլ ճանաչում։ Արժի դրա համար դու հիվանդանաս, մեկուսանաս ու լինես ատելի։ Այսօր մտածեք ինքներդ։